Եթերում ազատ լուրերն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որ 2026 թվականին Էստոնիան կբացի դեսպանություն Հայաստանում։ Արարատ Միրզոյանը ողջունել է այս որոշումը, ընդգծելով երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ Քննարկվել են Հայաստան-Էստոնիա ու Հայաստան-ԵՄ գործակցության ծրագրեր, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ փոխգործակցությունը։ Տարածաշրջանային թեմաների շրջանակում անդրադարձ է եղել նաև թրիփ ուղի հաղորդակցությունների ծրագրի հնարավորություններին։ ՀԱՊ գլխավոր քարտուղար Մանգալի Տասմանգաբենտովը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, սակայն չի խոչընդոտում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը։ Նրա խոսքով Երևանը տեղեկացվում է բոլոր քննարկվող եւ ընդունվող փաստաթղթերի մասին եւ հաստատում, որ չի առարկում դրանց ընդունմանը։ Տասմագանբետովը նշել է, որ ՀԱՊ-ում հույս ունեն, թե ժամանակի ընթացքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կընդունի հավասարակշռված որոշում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի հարցը մշտապես բարձրացվում է կազմակերպության տարբեր ձևաչափերում եւ հիշեցրել, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն ազատ է ընտրելու իր մասնակցությունը միջազգային կառույցներում։ Երեք կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք այս անգամ հիմնականում վերաբերել են ներքաղաքական խնդիրներին։ Վարչապետի ճեպազրույցի մանրամասները տեսանյութում։ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր պարտավորություններին։ Հայ առաքելական եկեղեցում մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ այսպիսի վերտառությամբ հայտարարություն են տարածել, որով իրենց բողոքն են արտահայտում առ այն, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II փորձում է կոծկել Մայրաթորի դիվանապետ Արշակ Խաչատրյանի արարքը։ Այդ մասին վկայող տեսանյութերը համացանցն են ողողել։ Այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Այլ հայտարարություններից, սակայն, վարչապետը զերծ մնաց, այսքանով եզրափակելով թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունը։ 2026 թվականի հունիսի 8-ին Հայաստանում սպասվում են համապետական ընտրություններ։ Ռուսաստանը հայ գործարար Սամվել Կարապետյանի եւ յուր թիմակիցների մեր ձևով շարժումը այս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Ավելին հավակնում են լինել խորհրդարան բացարձակ մեծամասնությամբ անցած ուժը։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել падգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ ինքն է գլխավորելու կուսակցության նախընտրական ցուցակը։ Արդյոք սա Փաշինյանի միանձնյա որոշումը չէ, թե կուսակիցները եւս համաձայն են կրկին նրան առաջադրելու վարչապետի թեկնածու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական պրոցեսները տեղի ունենում բաց, թափանցիկ եւ այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, ում նաեւ կանոնադրության սահմանված դեպքերում եւ կարգով, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերին դուք ասում եք ինձ հետ լուծվում են անձնական հարթության վրա։ Այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերվում են կուսակցությանը։ Դա անձի մասին չէ, դա կուսակցության մասին է եւ կուսակցությունը ինքն է տալիս այդ հարցերի պատասխանը
իր կազմակերպչական, քաղաքական գործընթացներով։ Իսկ Սամվել Կարապետյանից ու նրա հավակնություններից չեք վախենում։ Նախընտրական թեմայի շրջանակում հարցրին լրագրողները կառավարության գործող ղեկավարին։ Եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Իսկ արտաքին քաղաքական հիմնահարցերի օրակարգում Հայաստանի ղեկավարն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում։ Նա այսպես է արձագանքում լրագրողների այն դիտարկմանը, որ ադրբեջանցի եւ հայաստանցի փորձագետների Բաքու եւ Երևան փոխայցերին զուգահեռ պաշտոնական Բաքվի եւ ադրբեջանցի գիտնականների Հայաստանի վերաբերյալ խոսույթում որևէ բան չի փոխվում։ Այսինքն շարունակում են հայտարարել այնպիսի բաներ, որոնք չեն բխում խաղաղության օրակարգից։ Այդ թվում երկխոսության բացակայությունն է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցի ձեր նշած շրջանակների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները տեսնում են իրենց գնահատման, որ հայաստանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ Իսկ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի երկու հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Հիշեցնեմ, նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կլոր սեղան քննարկում էր անցկացվել Հայաստանը ներկայացնող 5 փորձագետի մասնակցությամբ։ Մոտ 1 ամիս առաջ էլ համանման քննարկում տեղի էր ունեցել Երևանում ադրբեջանցի փորձագետների ներգրավմամբ։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Միջազգային եւ տարածաշրջանային նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ընդմիշտ կդադարեցնի երրորդ աշխարհի երկրներից միգրացիան։ Միացյալ Նահանգների նախագահն ասել է նաև, որ քաղաքացիությունից զրկելու է այն միգրանտներին, որոնք խաթարում են ներքին խաղաղությունը եւ արտաքսելու է ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը անվտանգության սպառնալիք է կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքակրթության հետ։ Թրամփի հայտարարությունը հնչել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով մահացել է ազգային գվարդիայի անդամ։ Ըստ իրավապահների, կասկածյալը Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա աֆղանցի Ռահմանուլլահ Լակալվալն է։ Կալանավորվել է հարձակման ժամանակ ստացած հրազենային վնասվածքներից հետո։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին քննադատելով Իրանի հասցեին սպառնալից հայտարարությունները նշել է, որ 12-օրյա պատերազմում Իրանի ժողովուրդը հաղթել է եւ Ամերիկային եւ սիոնիստերին, դրանում կասկած չկա։ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է. Իրանի ժողովուրդը հանձնվող չէ, ամերիկացիները թող իմանան, որ ցանկացած տեսակի ռազմական միջամտություն նրանց անդառնալի վնաս կպատճառի։ Նախորդին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը X-ի իր հարթակում մեկը մյուսին հաջորդող երկու գրառմամբ էր հանդես եկել։ Մի դեպքում Իրանին կոչեր արել անվերապահ անձնատուր լինել, իսկ մյուս գրառմամբ Ալի Խամենեին հեշտ թիրախեր անվանել, սպառնալով անկանխատեսելի հետևանքներով։ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմի ընթացքում ամերիկյան կողմը պահանջում է Թեհրանից հրաժարվել միջուկային ծրագրից, դադարեցնելով ուրանի հարստացումը։ Իրանական կողմը մերժում է այդ պահանջները, փոխարենը միջուկային զենք չունենալու իր պատրաստակամությունն է վերահաստատում։ Ռազմական գործողությունները կավարտվեն, երբ ուկրաինական ուժերը հեռանան Դոնբասից, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը հաստատել է հաջորդ շաբաթ ամերիկյան պատվիրակության այցը Մոսկվա։ Նա ընդգծել է, որ Ղրիմի եւ Դոնբասի իրավական կարգավիճակը լինելու է բանակցությունների առանցքային հարցերից մեկը։ Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին կհանդիպեն քննարկելու խաղաղության ծրագիրը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռազմական գործողությունների սկզբում հետևեր իր խորհրդին, ներկայիս իրավիճակը չէր առաջանա։ Եթե Ուկրաինան կատարեր Մինսկի համաձայնագրերը, պատերազմ չէր լինի եւ Ուկրաինան կպահպաներ իր 1991 թվականի սահմանները։ Եթե դու ուզում ես, որ Ուկրաինան պահպանի իր ներկայիս սահմանները հաշվի առնելով ռազմաճակատում առկա իրողությունները, ապա պետք է բանակցել, չպետք է խափանել բանակցային գործընթացը։ Մտածիր իրական իրավիճակից ելնելով, ինչպես պահպանել այն, ինչ ունես։ Իսկ դու ունես ամեն ինչ, եւ մուտք դեպի ծով, եւ Օդեսան է քոնը, եւ Նիկոլաևը, բայց սա կարող է վերանալ մի ակնթարթում։ Հետևաբար պետք է ամեն ինչ կշռադատել եւ կշռադատված որոշում կայացնել, ասել է նա։
Հոնկոնգում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը աճել է։ Աղետի պատճառով առնվազն 94 մարդ է մահացել, տուժել է 76-ը։ 279 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 900-ը տեղափոխվել է 8 տարբեր ապաստարաններ։ Համալիրի 8 շենքերում տեղակայված է 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Հրդեհը տեղի ունեցել այն օրերին, երբ Հոնկոնգը սպասում էր քաղաքի ճանաչված ժողովրդավարական գործիչներից մեկի մեդիա մագնատ Ջիմի Լայի գործով դատավճռին։ Լայն եւ հարյուրավոր այլ ակտիվիստների սպառնում է երկարատև ազատազրկում ազգային անվտանգության օրենքի եւ բողոքի շարժումների հետ կապված մեղադրանքներով։ Իշխանությունները հայտնել են, որ շինարարական աշխատանքներում օգտագործված դյուրավառ նյութը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։ Չկանխամտածված սպանության համար ձերբակալվել է 3 մարդ, շինարարական ընկերության տնօրեններից 2-ը եւ ինժեներ խորհրդատուն։ Երևանը 2 օրով դարձել է մշակույթների շփման կետ։ Նոյեմբերի 27-ից 28-ը մայրաքաղաքը հյուրընկալում է մշակութային խաչմերուկ միջազգային համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 12 երկրների պատվիրակություններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ ու մշակութային կառույցներ, իսկ հիմնական նպատակն է ամրապնդել մշակութային բազմազանության պահպանման, ստեղծագործության զարգացման եւ գործակցության նոր ուղղությունները։ Նոյեմբերի 27-ին եւ 28-ին Երևանը հյուրընկալում է մշակութային խաչմերուկ միջազգային համաժողովը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման եւ պաշտպանության մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 12 երկրների պատվիրակություններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային ու տեղական մշակութային կառույցներ։ Համաժողովի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Մատենադարանում։ Բացման արարողությանը հաջորդեց հիմնական պլենար նիստը կոնվենցիայի 20 տարվա ձեռքբերումները եւ հեռանկարները թեմայով, որտեղ քննարկվեցին ստեղծարար արդյունաբերության զարգացումը, թվային դարաշրջանում մշակութային ինքնարտահայտման պաշտպանության խնդիրներն ու հնարավորությունները։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մշակութային բազմազանությունը մարդկության ընդհանուր ժառանգությունն է։ Մեր երկրի համար մեծ պատիվ է կազմակերպել այս կարևոր միջազգային իրադարձությունը Երևանում, որտեղ մշակույթը եւ արվեստը բոլոր ժամանակներում հանդիսացել են ոգեշնչման եւ ուժի աղբյուր։ Մենք համոզված ենք, հոբելյանական այս տարեթվի նշումը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում բարձրացնելու 2005 թվականի կոնվենցիայի եւ դրա կյանքի կոչման շնորհիվ գրանցված առաջընթացի մասին լայն լսարանների իրազեկման մակարդակը։ 2005 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան դարձել է միջազգային մշակութային համագործակցության առանցքային փաստաթղթերից։ Հայաստանը հպարտությամբ է նշում, որ վերջին 2 տասնամյակների ընթացքում մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է կոնվենցիայի դրույթների կիրարկման գործին։ Նախարարը ներկայացրեց նաև Հայաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործակցության ընթացքը, մշակութային արժեքների միջազգայնացման եւ ոչ նյութական ժառանգության քարտեզագրման արդյունքները։ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը բոլոր ձևաչափերով, ոչ միայն ներառելով հայկական մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական եւ ոչ նյութական ցուցակներում, աշխարհի հիշողության ծրագրում, այլև հոբելյանական տարեթվերի ցանկում։ Այս իմաստով կցանկանայի առանձնակի շեշտադրել Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնականում անցկացված հոբելյանական 2 կարևոր միջոցառումներ 2024 թվականին նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին եւ 25-ին Շարլ Ազնավուրի 100-ամյակին։ 19, 20 եւ 23 թվականներին Հայաստանը հայտեր է գրանցել հայկական տարարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացությունը եւ Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելով համար։ Իդեպ, մեր համաժողովի շրջանակներում նախատեսվում է Գյումրիի դարբնության ավանդույթը նամականիշի մարումը։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին պետությունը խթանել է ստեղծագործական նախաձեռնությունները, տարեկան աջակցելով ավելի քան 60 կազմակերպության ու 400 արվեստագետի։ Անդրեասյանը հատուկ նշեց նաև ներառական մշակութային ծրագրերի զարգացումը, ընդգծելով, որ մշակույթը պետք է հասանելի լինի բոլոր խմբերի համար։ Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն էլ իր հերթին խոսեց կոնվենցիայի գլոբալ նշանակության, թվայնացման արհեստական բանականության ու մշակութային իրավունքների պաշտպանության մարտահրավերների մասին։ Նա նաև նշեց, որ մշակույթը հատկապես խոցելի է ճգնաժամերի ժամանակ։ Հակամարտությունները, պատերազմները, բնական աղետները, կլիմայի փոփոխությունը վտանգում են ոչ միայն մարդկային կյանքերը, այլև ինքնությունը եւ հիշողությունը պահպանող մշակութային դրսևորումները։ Հայ ժողովրդի ծանր փորձություններով լի հազարամյակների պատմության ընթացքում մշակույթը եղել է դիմադրողականության,
տոկունության եւ ինքնության պահպանման փրկողակ դժվարին պահերին եւ ոգեշնչման աղբյուր խաղաղ եւ կայուն ապագա կառուցելու գործում։ Այդ տեսանկյունից վերջին տարիները բացառություն չեն, երբ Հայաստանն ընդունեց շուտ 120,000 բռնի տեղահանված հայրենակիցների, որոնց թվում էին արվեստագետներ, ուսուցիչներ, արհեստավորներ եւ մշակույթի գործիչներ, անհատներ, որոնց գիտելիքներն ու ստեղծագործականությունը կազմում են մեր տարածաշրջանի մշակութային հարստության անբաժանելի մասը։ Չնայած բոլոր դժվարություններին Հայաստան արդյոք անում է հնարավորը հայ փախստականների մշակութային իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար, այնուամենայնիվ մեր, ինչպես նաև այլ պետությունների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել նման ճգնաժամերին, եւ միայն միջազգային համերաշխության շնորհիվ է հնարավոր հասնել դրանց հաղթահարմանը։ Երկօրյա համաժողովը կգործի որպես հանդիպման, փորձի փոխանակման ու նոր գործակցությունների հարթակ։ Հայաստանը նպատակ ունի այս խորհրդաժողովով ամրացնելու հարաբերությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ եւ միաժամանակ բարձրացնելու միջազգային իրազեկվածությունը մշակութային ինքնարտահայտման բազմազանության ու ստեղծարար ոլորտի աջակցության վերաբերյալ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Նոյեմբերի 27-ի դրությամբ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը լիովին մարել է Դիլիջանի ոլորաններում Նավուր համայնքի ու Լեռնային Հայաստան առողջարան հարակից անտառում բռնկված հրդեհները։ Տեղում սահմանվել է հրշեջ փրկարարների հերթապահություն։ Ծառայությունը կրկին հաղորդել է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները եւ վտանգ նկատելու դեպքում զանգահարել 911։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։